Բարի երեկո, եթերում առաջին լրատվականի հիմնական թողարկումն է, ես Քրիստինե Մելքոնյանն եմ, առաջիկա րոպեների ընթացքում առաջարկում եմ դիտել։ Վախճանվել է դարի խոշորագույն գրողներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր, մոգական ռեալիզմի կոլումբացի վարպետ Գաբրիել Գարսիա Մարկեսը։ Հայաստանի զինված ուժերում առաջընթացն ակնհայտ է, ժամանակն է դրան նոր թափ հաղորդել։ Պետությունը սկսում է զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքները բնակարաններով ապահովելու ծրագիրը։ Հարցերը բարձրացրել է Հանրապետության նախագահը պաշտպանական գերատեսչությունում։ Մեր երկիրը վճռական է շարունակելու Եվրամիության հետ հարաբերությունների առանցքը կազմող ինստիտուցիոնալ բարեփոխումները, Երևանում է Եվրախորհրդարանի Եվրամիություն Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Ֆրանկ Էնգելը։ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքով պայմանավորված տույժերի հաշվարկը կարող է կասեցվել, վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետներում նախապատրաստել համապատասխան օրենքի նախագիծ։ Չնայած Ժնևի քառակողմ պայմանավորվածությանը Կիևը հրաժարվում է զորքերը դուրս բերել երկրի հարավ-արևելյան շրջաններից, այդուհանդերձ արևմուտքը ուկրաինական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ներուժը սպառված չի համարում։ Սիրիա իրավիճակը որոշ խոցելի համայնքներում, Եվրախորհրդարանը հատուկ բանաձևով դատապարտում է նաև Քեսափ հայկական քաղաքի վրա իրականացված հարձակումը։ Այնինչ կարևոր է, Twitter-ի փոխնախագահ Ռաֆի Գրիգորյանը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ներկայացրել է մասնագիտական փորձն ու բավարարել լրագրողների հետաքրքրասիրությունը։ Եվ Զատկի տոնի խորհուրդը, ծեսի հոգևոր նշանակությունից մինչև տոնական սեղան, հոգևորականների պարզաբանումները։ Նախ երկու պաշտոնական լուր, Հանրապետության նախագահի հրամանագրով Արմեն Երիցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար։ Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար։ Հիշեցնեմ, որ մինչև այս նշանակումը Դավիթ Հարությունյանը գլխավորում էր խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովը։ Հանրապետության նախագահ Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է պաշտպանության նախարարություն։ Մինչ նախարարության վարչական համալիրում կենտրոնական ապարատի անդամների, այնուհետև ղեկավար կազմի հետ խորհրդակցությունները նախագահը դիտել է նախարարության սպորտային համալիրում ցուցադրական մարզումները, պաշտպանության նախարարի եւ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել նախարարության վարչական համալիրի մասնագիտացված բուժկետ, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ։ Հանրապետության նախագահը պաշտպանական գերատեսչությունում դիտել է նաև ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների արտադրատեսակները։ Շրջայցից հետո անցկացված խորհրդակցության ընթացքում իրականացվել է տեսակոնֆերանս պաշտպանության նախարարության բանակային զորամիավորումների մի շարք զորամասերի հրամանատարների եւ մարտական դիրքերի հետ։ Այս մասին պատմող ռեպորտաժը կներկայացնենք քիչ ավելի ուշ։ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ մեր հանրապետության կարևոր գործընկերներից մեկը եւ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեհամակարգի վրա։ Նախագահ Սարգսյանն այս մասին ասել է Եվրոպական խորհրդարանի падգամավոր Եվրամիություն Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Ֆրանկ Էնգելի հետ հանդիպմանը։ Նախագահը կարևորել է ակտիվ երկխոսությունը եվրոպական համայնքի մեր բարեկամների հետ։ Այսօրինակ հանդիպումները Սերժ Սարգսյանի համոզմամբ լավ հնարավորություն են ինչպես Եվրամիություն Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, այնպես էլ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների շուրջ մտքեր փոխանակելու համար։ Նախագահը երախտագիտություն է հայտնել Հայաստանի ու Եվրամիության միջև կապերի ամրապնդման ուղղված գործունեության եւ Հայաստանին մշտապես սատարելու պատրաստակամության համար, հավաստիացրել, որ Հայաստանի եվրոպական օրակարգում փոփոխություն տեղի չի ունեցել եւ մեր երկիրը վճռական է շարունակելու Եվրամիության հետ հարաբերությունների առանցքը կազմող լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները։ Տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների համատեքստում նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ արևելյան գործընկերության տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումն առաջնային կարևորություն ունի եւ Հայաստանը շարունակելու է Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղված ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ժամանակավորապես կասեցնել կուտակային կենսաթոշակների մասին օրենքով պայմանավորված տույժերի հաշվարկը։ Ինչպես հաղորդում են կառավարության լրատվական ծառայությունից, վարչապետը շահագրգիռ պետական մարմիններին հանձնարարել է սեղմ ժամկետում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը։ Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել ազգային ժողովի ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյայի նիստում։
Հովիկ Աբրահամյանը խոստմանը համաձայն ընդունել է կառուցապատումների նպատակով օտարված Բյուզանդի փողոցի բնակտարածքների բնակիչներին։ Վարչապետը լսել է բոլոր բնակիչների խնդիրները, այնուհետև հանդիպմանը ներկա կառուցապատող ընկերության ներկայացուցիչը պարզաբանումներ է ներկայացրել հնչած հարցերի կապակցությամբ։ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն և սահմանված ժամկետում լուծել բնակիչների խնդիրները, միաժամանակ ընդգծելով, որ չպետք է մնա որևէ չլուծված հարց։ Վարչապետը վստահեցրել է բնակիչներին, որ նրանց խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում։ Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել նաև Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն։ Ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները մանրամասներ են ներկայացրել Մաքսային միությանն անդամակցության ճանապարհային քարտեզով իրականացվող միջոցառումների կատարման ընթացքի և քայլերի վերաբերյալ։ Վարչապետը հանձնարարել է պետական գերատեսչությունների ղեկավարներին աշխատանքներն իրականացնել, բացառելով որևէ շեղում սահմանված ժամանակացույցերից, իսկ խնդիրների ի հայտ գալու դեպքում այդ մասին զեկուցել անձամբ իրեն։ Իսկ թե ինչ փուլում է Հայաստանի Մաքսային միությանն անդամակցության գործընթացը, ինչ է արվել և ինչ է ակնկալվում, Հերմինե Բաղդասարյանն է պատմում։ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման համար ավելի վաղ հայտնի ժամկետը, որը դեռ 3 կարծեսուժի մեջ էր, փոխվում է։ Ուզում եմ պաշտոնական հայտարարեմ, որ ապրիլի 29-ին չի նախատեսվում Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանը անդամակցելու պայմանագրի ստորագրումը։ Մինչև ապրիլի 29-ը Երևան Եվրազես բանակցային օրացույցում վճռական կդառնա հաջորդ շաբաթվա շաբաթ օրը։ Ըստ Վահրամ Ավանեսյանի, ապրիլի 25-ին Հայաստանից գործողված աշխատանքային խումբը 3 երկրների ներկայացուցիչների հետ կքննարկի ուր ենք հասել դեպի Մաքսային միություն գնալու ճանապարհային քարտեզում։ Կախված այդ ամփոփումից էլ Մինսկում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին նախագահների մակարդակով կքննարկվի մեր հարցը։ Հնարավոր է Հայաստանը ստորագրի ոչ լիիրավ անդամի մասին պայմանագրի։ Ոչ։ Միանգամից ասեմ դրան ոչ։ Ստորագրվելիք պայմանագրի նախապատրաստման ընթացքում հայ սպառողների համար ամենակարևորը վերջնականապես կհստակեցվի այժմյան դրույք հաչափերով մաքսազերծելու արտոնություն խնդրած 900 անուն ապրանքացանկից հայկական շուկան որ մթերքի համար է բացառություն ստանալու։ Հայտնի է ցորենի չինանյութ մսամթերքից ավտոմեքենա ներառված են ցուցակում։ Արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների մասին էկոնոմիկայի նախարարությունում չեն խոսում բանակցային էթիկայից ելնելով։ Իդեպ մինչև Հայաստանը քննարկումների փուլում է, Ռուսաստան, Բելարուս, Ղազախստանը պարզում է որոշել են չբավարարվել միայն Մաքսային միություն և Եվրասիական միասնական տարածք ստեղծելով։ Այդ 3 երկրները որոշում են կայացրել եւս միջև մեր միանալու հարցը, որ իրանք կստորագրեն միասնական կոդիֆիկացված համաձայնագիր Եվրասիական միության մասին։ Նոր կառույցն իրենից ներկայացնելու է Եվրասիական տնտեսական միություն անդամ պետությունների համար ապրանքների ներմուծման, արտահանման միասնական կանոններով, ոչ միայն ծառայությունների, այլև աշխատուժի ու կապիտալի ազատ տեղաշարժի պայմաններով։ Հարցին հնարավոր է Հայաստանը միանգամից անդամակցի այդ նոր կառույցին, Տիկին Մինասյանը պատասխանում է. ժամկետների տեխնիկական իրավական հարց է։ Մեզ համար շատ կարևոր է չհայտնվենք վակուումի մեջ։ Հերմինե Բաղդասարյան, Առաջին ալիք։ Հովիկ Աբրահամյանին այսօր այցելել և վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով շնորհավորել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը։ Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումը, բարձր գնահատել Միացյալ Նահանգների աջակցությունը մեր երկրում իրականացվող ռեֆորմներին և վերահաստատել կառավարության դրանք շարունակելու պատրաստակամությունը։ Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի նոր կառավարության ձևավորումից հետո մանրամասն քննարկել երկկողմ բազմավեկտոր գործակցության հեռանկարներն ու հետագա ծրագրերը։ Կենտրոնական բանկն այսօր հրապարակել է 2013 թվականի ֆինանսական համակարգի ցուցանիշները, հայտարարելով, որ աճի միտումներ են արձանագրվել, միաժամանակ պահպանվել է կայունությունն ու ճկունությունը հնարավոր ռիսկերին դիմակայելու համար։ Տնտեսական համակարգի կայունության ու զարգացման վարչության պետը հայտնել է, որ ռիսկերի շարքում արդիական են աշխարհաքաղաքական հետագա զարգացումների հետ կապված անորոշությունները։ Ըստ նրա աճել են և վարկերի և ավանդների ծավալները և բոլոր ցուցանիշները վկայում են համակարգի կայունության մասին։ Վերջին շրջանում միջազգային ֆինանսական ռիսկային զարգացումները, բանկերի նկատմամբ պատժամիջոցները հայաստանյան ֆինանսական համակարգի վրա ազդեցություն չեն կարող ունենալ, չնայած մեր երկրում բանկային կապիտալի ծագումը 70%-ով արտասահմանյան է։ Այսօր հրապարակելով մեր երկրի ֆինանսական համակարգի կայունության ցուցանիշերը հայտարարեց Կենտրոնական բանկը։ Չեն կարող ազդեցություն ունենալ
լոկալ բանկերի վրա, որովհետև մեր բանկերը առանձին Հայաստանում գրանցված եւ լիցենզավորված բանկեր են։ Ընդ որում վերահսկողների հավաստմամբ մեր ֆինանսական համակարգը սթրեսակայուն է նաև ռուսաստանյան զարգացումների նկատմամբ, չնայած այն բանին, որ այդ երկիրը Հայաստանի խոշոր տնտեսական գործընկերն է եւ մեծ չափի տրանսֆերտներից կախում ունի մեր երկիրը։ Տրանսֆերտները շարունակում են աճել։ Եվ համեմատած նախորդ տարիներին նույնպես շարունակել են աճել տրանսֆերտները, ինչը դրական է ազդում ֆինանսական կայունության համար։ Մյուս կողմից արտահանումը նույնպես շարունակել է աճել Հայաստանից։ Այսինքն արտահանումը էականում նպաստել է 2013 թվականում տնտեսական աճին, ինչը նույնպես դրական է ֆինանսական կայունության տեսանկյունից։ Կենտրոնական բանկին նաև չի անհանգստացնում դեմ եմ նախաձեռնության կոչը միանգամից կանխիկացնել միջոցները դատարկելով բանկոմատները։ Չգիտեմ դեմ եմ շարժման հիմնական շարժարիթը որն էր բանկոմատները դատարկելու, բանկոմատներն հենց դրա համար են, որպեսզի մարդիկ կանխիկ միջոցներ հանեն կամ կանխիկացնել իրենց միջոցները։ Կարող են կանխիկացնել հանգիստ։ Ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների հետ բանկերն արդեն անհատական աշխատանք են տանում, ինչպես հորդորել էր Հանրապետության նախագահը, իսկ կառավարությունը սուբսիդավորման միջոցներ է դիտարկում։ Ցրտահարությունը իհարկե մեծացրել է բանկերի հոգսերը, բայց դրանք էական վտանգներ չեն պարունակում համակարգի համար։ Հնարավոր է դա ազդի առանձին անհատների կամ առանձին կազմակերպությունների վարկային ռիսկի բարձրացման վրա, բայց կրկին համակարգի տեսանկյունից որպես այդպիսին ազդեցությունը փոքր է։ Նման վստահություն կենտրոնական բանկի մասնագետներին հաղորդել են ֆինանսական համակարգի ցուցանիշերը, որոնք անցած տարի շարունակել են աճել։ Այսպիսով գլխավոր դրամատան տվյալներով նախ բարելավվել է կառուցվածքը եւ բանկերից բացի համակարգում արդեն էական տեղ ունեն նաեւ վարկային, ապահովագրական, ներդրումային ու ֆինանսական այլ կառույցներ։ Նկատելիորեն աճում են եւ վարկերը եւ ավանդները։ Միևնույն ժամանակ բարձրանում է մրցակցության մակարդակը, նվազում են վարկերի, ավանդների տոկոսադրույքներն ու շահույթի մարժան։ Համակարգը որպես այդպիսին մենք այս պահին գնահատում ենք որպես ունակ, կայուն, ունակ դիմակայելու բոլոր տիպի շոկերին, որոնք այս կամ այլ կերպ կարող են ազդել ֆինանսական համակարգի վրա։ Մաքսային միության անդամակցության համատեքստում եւս կենտրոնական բանկում վտանգներ չեն տեսնում, փաստարկելով, որ հայաստանյան ֆինանսական համակարգն աշխատում է միջազգային նորմատիվներով։ Արմինե Ուդումյան, Տիգրան Բաբայան, Առաջին ալիք։ Դեմ եմ շարժման ակտիվիստներն այսօր ընդդեմ կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի բողոքի ակցիա են իրականացրել նախագահի նստավայրի դիմաց, պահանջելով կասեցնել ցուցարարների ձևակերպմամբ գումարների գանձումը եւ գանձված գումարները վերադարձնել քաղաքացիներին։ Բաղրամյան փողոց ցուցարարների մոտ է եկել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա նշել է, որ տեղյակ է հավաքի նախաձեռնողների մտահոգություններին եւ առաջին քայլն է անում, խնդրելով շարժման մասնակիցներին քննարկումները փողոցից տեղափոխել սեղանի շուրջ։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ իր ղեկավարած կառավարությունը պատրաստ է լսել քաղաքացիների առաջարկները եւ համատեղ քննարկումների արդյունքում այս գործընթացում հասնել փոխընդունելի որոշման։ Վախճանվել է դարի խոշորագույն գրողներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր, գրականագետների բնորոշմամբ մոգական ռեալիզմի կոլումբացի վարպետ Գաբրիել Գարսիա Մարկեսը։ Նրա նշանավոր գործերից են 100 տարվա մենությունը, Սերը խոլերայի ժամանակ, Նահապետի աշունը, Գնդապետին ոչ ոք չի գրում վեպերը։ Լատինա-ամերիկյան գրականության ամենափայլուն ներկայացուցչի հետ հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 21-ին Մեխիկոյի արվեստների պալատում։ Հանճարեղ գրողի մահվան կապակցությամբ Կոլումբիայում հայտարարվել է երրորդյա սուգ։ Մարկեսի մահը սգում են ոչ միայն նրա հայրենիքում ու Լատինական Ամերիկայում, այլև ողջ աշխարհում, քանի որ նրա գլուխգործոցները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով եւ հասուն են եղել նրա միլիոնավոր երկրպագուներին։ Մարկեսը Նոբելյան մրցանակի արժանացավ 1982 թվականին, բայց հռչակավոր էր դարձել շատ ավելի վաղ։ Կոլումբացի գրողի ստեղծագործություններն արդեն տպագրվել էին 2 տասնյակից ավելի լեզուներով, իսկ գրական հեղինակավոր մրցանակին էր արժանացել այն պիպակների ու պատմվածքների համար, որոնցում երևակայությունն ու իրականությունը միահյուսվելով ցույց են տալիս մի ամբողջ մայրցամաքի կյանքն ու հակասությունները։ Գարսիա Մարկեսը գրողի կոչման է նվիրվել իրավաբանական կրթություն ստանալուց, ապա լրագրողի երկարամյա փորձառությունն անցնելուց հետո։ Ես միշտ իմացել եմ, որ դառնալու եմ եւ ցանկացել եմ դառնալ գրող։ Լինելով կոլումբացի, Մարկեսը ապրել է նաև այլ երկրներում, իսկ վերջին տասնամյակներին հիմնավորվել էր Մեքսիկայում, որտեղ եւ գրել է իր գլուխգործոցը 100 տարվա մենությունը։ Վեպը հրատարակվեց 1967 թվականին, որը եւ նրան դարձրեց գրական աստղ։ Աստվածաշնչից հետո այն համարվում է ամենակարդացված գիրքն աշխարհում։ Ըստ քննադատների, հենց այդ գրքում նա հիմք դրեց կախարդիչ ռեալիզմին, որտեղ բախվում են իրականությունը եւ գեղարվեստական երևակայությունը, դրանով իսկ դժվարացնելով ընթերցողի գործը ըմբռնելու, թե որտեղ է սկսվում մեկը եւ վերջանում մյուսը։
Մարկեսը գնահատվել է ոչ միայն որպես կախարդիչ ռեալիզմի ակնառու ներկայացուցիչ, այլև որպես գրող, որը հիացմունք առաջացրեց լատինոամերիկյան ամբողջ գրականության նկատմամբ։ Շատ գրողներ խոստովանել են, Գաբոյից հետո իսպաներենն այլևս երբեք նախկինը չի լինի։ Մարկես գրողին եւ մտածողին անհանգստացնում էր ողջ մարդկության ճակատագիրը, այն ամենը, ինչ տեղի էր ունենում աշխարհում։ Երևի ես անհուսալի ռոմանտիկ եմ եւ երազող, բայց չեմ կարող անտարբեր նայել, թե ինչպիսին կլինի աշխարհը վաղը կամ մյուս օրը։ Նա երբեք չի տարակուսել տարբեր քաղաքական հարցերի վերաբերյալ իր տեսակետները հայտնել հենց քաղաքական գործիչներին։ Չի թաքցրել համակրանքն ու մտերմությունը Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ։ Մարկեսը, կամ ինչպես նրան սիրում էին կոչել երկրպագուները Գաբոն, ամենից շատ գնահատում էր անկեղծությունը եւ նվիրվածությունը ընտանիքին, բարեկամներին։ Մի առիթով նրա ռուս ընկերները նրան նմանեցրել են հայի։ Ինչ կա, որ հնարավոր է, որ իմ երակներում հայի արյուն է խոսում, չէ՞ որ Կոլումբիան վերաբնակների երկիր է, ասել է գրողը։ Սերը խոլերայի ժամանակ վեպը, որը նա նվիրել էր սիրելի կնոջը, միակ խոշոր ստեղծագործությունն է, որն էկրանավորվել է։ Իսկ կյանքի վերջին շրջանում նա սկսել է վերադառնալ իր երիտասարդության հիշողություններին, որոնք ամփոփում է ապրել կյանքի մասին պատմելու համար գրքում։ Մինչդեռ 70-ամյակը տոնած գրողի առողջությունն աստիճանաբար տեղի է տալիս։ Հետագա տարիներին, թեև հասարակության աչքին հաճախ է երևում, թուղթ ու գրչին գրեթե այլևս չի վերադառնում։ Վերջին անգամ Մարկեսի ստեղծագործության սիրահարները նրան տեսել են այս տարվա մարտի 8-ին, նրա տան առաջ, որտեղ սպասում էին իրենց կուռքի ծննդյան 87-րդ տարեդարձը շնորհավորելու։ Իր գրողական կյանքի մասին խոսելիս Մարկեսն ասել է. «Ինձ միշտ անհանգստացրել է մենակությունը, եւ իմ ստեղծագործությունների գլխավոր թեմաները կապված են հենց մենակության գաղափարի հետ, մենակության իշխանության եւ իշխանության մենակության»։ Մի առիթով մեծ գրողն ասել է. «Մարդը մեռնում է, երբ նրա սիրտը դադարում է սիրել»։ Մարկեսը երազում էր, որ կյանքը միշտ սեր լինի, որպեսզի միշտ լինի մարդը, աշխարհը։ Լուսինե Կոշեցյան, Առաջին ալիք։ Այժմ խոստացված տեսանյութի մասին ես հիշեցնեմ, որ Հանրապետության նախագահ Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն։ Նախարարությունում շրջայցից հետո տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում էլ իրականացվել է տեսակոնֆերանս Պաշտպանության նախարարության բանակային զորամիավորումների եւ մի շարք զորամասերի հրամանատարների ու մարտական դիրքերի հետ։ Հայկական ռազմարդյունաբերության նոր մշակումները, նախկինների կատարելագործումներն ու արտասահմանյան շատ զինատեսակների արդիականացվածն ու տեղայնացվածը մեր մասնագետների կողմից։ Այս ամենն այսօր ցուցադրվում էր Պաշտպանության նախարարությունում։ Նախագահը զրուցում էր ոչ միայն բարձրաստիճան զինվորականության, այլև անմիջականորեն ռազմարդյունաբերությունում ներգրավված հետազոտողների ու արտադրողների հետ, նրանցից տեղեկանում վերջին բարելավումներին։ Շրջայցից հետո անցկացված խորհրդակցության ընթացքում իրականացվել է տեսակոնֆերանս բանակային զորամիավորումների, մի շարք զորամասերի հրամանատարների եւ մարտական դիրքերի հետ։ Նախարարության եւ գլխավոր շտաբի ղեկավարները նախագահային զեկույց են ներկայացրել պաշտպանության բազմաշերտ համակարգի բոլոր բաղադրիչների մասին։ Նախարար Օհանյանը մասնավորապես անդրադարձել է շարունակական զարգացման, մարտական խնդիրների, հերթապահության, պատրաստականության, միջազգային գերատեսչական եւ հասարակայնության փոխգործակցության եւ այլ ուղղություններով իրականացված աշխատանքներին։ Նա հատկապես կարևորել է կոռուպցիոն ռիսկերի վերացումը։ Պաշտպանության նախարարության ամբողջ ազնագազմը հասկանում է իր դերն ու առաքելությունը երկրի պաշտպանողության ամրապնդման գործում մենք փորձում ենք առաջնորդվել դրականի օրինակով, գլխակորուս չլինելով ունեցած հաջողություններից եւ չնիրհելով դափնիների վրա։ Գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ առանձնակի ուշադրություն է դարձվել բանակը սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով հագեցնելու գործընթացին, որի արդյունքում ձեռք են բերվել հեռահար եւ շշգրիտ խոցման նորագույն միջոցներ, ավելացնելով զինված ուժերի կրակային հնարավորությունները։ 2012-ից 14 թվականների ընթացքում ձեռնարկվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման 15 փորձ, որոնցից 2-ը այս տարվա հունվարին։ Մարտական դիրքերի անձնակազմի գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կանխվել են։ Նախարարի առաջին տեղակալը խոսել է կրտսեր եւ ավագ սպայակազմի պատրաստման խնդիրների մասին, նշելով, որ ներկայում բացական միակ օղակը բարձրագույն սպայակազմի վերապատրաստումն է։ Այդ խնդիրը կարգավորվելու է առաջիկայում մեկնարկելիք պաշտպանական անվտանգային հարցերով միջգերատեսչական վերապատրաստման դասընթացներով։ Եվ արդյունքում կունենանք ռազմական կրթություն ամբողջական շրջափուլով կազմակերպելու ինքնաբավ կարողություններ։
Ավելին, կարող ենք փաստել, որ ռազմաուսումնական հաստատությունները պետության ընդհանուր կրթական համակարգի զարգացման գործում մրցունակ ներդրում են կատարում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթության բնագավառներում։ Ռազմական թեմաների քննարկումից հետո նախագահը պատասխանել է որոշ հարցերի, մասնավորապես հայ-թուրքական արձանագրությունների, դրա տարաբնույթ մեկնաբանությունների մասին։ Ընթացքում բանակցող կողմը փորձեց նախապայմաններ առաջադրել, եւ հենց այդ պատճառով process-ը մտավ փակուղի։ Այժմ մեր բարեկամներն ու աջակցողները չեն կասկածում, որ հարաբերությունների բացակայության հարցում հայկական կողմը մեղք չունի, ասել է նախագահը։ Նա մասնավորապես խոսել է քննադատությունների մասին, թե հայ-թուրքական արձանագրությունները կհանգեցնեն ցեղասպանության ճանաչման process-ի կասեցմանը։ Այս հարց եմ տալիս եւ ձեզ եւ այդ մարդկանց, ինչով են այսօր թուրքերը զբաղված այդ ոլորտում։ Իրենց ողջ ուժերը նետել են Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ցեղասպանությանը վերաբերող բանաձևի դեմ պայքարելու։ Գիտեք, որ վերջին 24 տարիների ընթացքում սա առաջին այդպիսի որոշումն է։ Եթե մենք վնաս ենք հասցրել այդ process-ին եւ այդ process-ը ըստ ոմանց պետք է կասեցվեր, ապա ինչու է այդպիսի իրավիճակ։ Եվ երկրորդ, կա արդյոք մեկը, որ այսօր առանց աչքերը գետին հառելու պնդի, որ այդ արձանագրությունները վնասել են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը եւ որ այդ արձանագրություններով ուղղակի մենք հիմք ենք ստեղծում փոխզիջումների։ Խնդրից տեղյակ մարդիկ գիտեն, որ այսօր մենք այդ process-ում ունենք շատ հաստատուն դիրք, ամուր հիմքեր եւ երբ որ Պաշտպանության բանակի հրամանատարը զեկուցում է, տեսակ թե լարվածության ինչպիսի աստիճան կա առաջին գծում։ Ինչով է դա պայմանավորված։ Եթե բանակցային գործընթացում իրենց դիրքերը լավ են եւ իրենք բարենպաստ իրենց համար լուծում կարող են ունենալ, ինչու են լարվածությունը բարձրացնում։ Եվ ինչու վերջին 3-4 տարիների ընթացքում լարվածությունը առաջին գծում այդքան բարձրացավ։ Այսինքն, եմի ճակատում տեսնում են, որ հաջողություն չունեն, փորձում են ճնշում գործադրել, փորձում են շանտաժի ենթարկել, փորձում են եւ մեզ, եւ միջազգային հանրությանն ասել, որ միևնույն է, մենք ուզում ենք, որպեսզի խնդիրը այսպես լուծվի։ Բայց բանակցային գործընթացում շատ ակնհայտ է, որ հիմա մենք շահեկան դրության մեջ ենք։ Եվ հետո ավելացրել է նախագահը, եթե այդ փաստաթղթերը հայանպաստ չեն, այլ ակնհայտորեն Թուրքիայի շահերից են բխում, այդ դեպքում ինչու մինչև հիմա թուրքերը չեն վավերացնում այդ փաստաթղթերը։ Այսինքն իրենք իրենց շահը չգիտեն, իսկ հայերի մի մասը գիտի թուրքերի շահը։ Եվ կարևոր դրական լուր այն մարդկանց համար, որոնց հարազատներն իրենց կյանքը կամ առողջությունն են տվել պատերազմական հաղթանակին ու հայրենիքի պաշտպանությանը։ Մեր ծրագրով այս տարվա երկրորդ կեսից սկսելու ենք մեծ ծրագիր կապված զոհվածների եւ հաշմանդամների բնակարանային ապահովության հետ եւ ամենայն հավանականությամբ գնալու ենք այն ճանապարհով, որ ուղղակի կառուցենք բնակարաններ եւ հատկացնենք։ Արթուր Գրիգորյան, Վարդան Պետրոսյան եւ Կարեն Ազատյան, Առաջին ալիք։ Այժմ դարձյալ միջազգային լրահոսից Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է երկրում սահմանադրական փոփոխություններ անցկացնել, որոնք կընդլայնեն շրջանների լիազորությունները։ Վարչապետ Յացեն Յուկը նաև խոստացել է որոշ շրջաններում ռուսերենին տալ պաշտոնական լեզվի կարգավիճակ։ Բացի այդ, կառավարության ղեկավարը Գերագույն Ռադային կոչի արել ընդունել օրենք արևելյան շրջաններում տեղի ունեցած ցույցերի մասնակիցներին ներում շնորհելու մասին։ Այս քայլերը Կիևի կառավարությունը ձեռնարկում է երկրում իրավիճակը կայունացնելու նպատակով։ Նախորդ օրը Ժնևում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կետերից մեկը վերաբերում էր Ուկրաինայի արևմուտքում ռուսամետ ապստամբների զինաթափմանը։ Վերջիններն իրենց հերթին ավելի վաղ զենքը վայր դնելու եւ զավթած վարչական շենքերից հեռանալու դիմաց ներկայացրել էին իրենց պահանջները, ազատ արձակել իրենց կողմնակիցներին, իրենց ռուսաստանյան անձնագրեր տրամադրել եւ հանրաքվե անցկացնել։ Միաժամանակ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը իշխանություններից հեռացված Վիկտոր Յանուկովիչի եւ նրա մի քանի մերձավորների նկատմամբ քրեական գործ է հարուցել ահաբեկչության մեղադրանքով։ Ըստ դատախազության Յանուկովիչը եւ մի քանի այլ պաշտոնյաներ ստեղծել են ահաբեկչական կազմակերպություն, որի գործունեությունը փետրվարի 20-ին հանգեցրել է մարդկանց զանգվածային սպանության։
Իրավիճակը կեսաբում Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության ապահովում։ Այս հարցերն են քննարկվել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստերին, որոնց մասնակցել է նաեւ մեր երկրի ազգային ժողովի պատվիրակությունը։ Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում կայացած նիստերի ընթացքում մեր երկիրը ստանձնել է ԱՊՀ միջխորհրդարանական երիտասարդական վեհաժողովի նախագահությունը։ Գոհար Մարտիրոսյանն է պատմում։ Հայաստանի ազգային ժողովի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է բերում ապրիլի 16-ից 18-ը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին։ Ապրիլի 17-ին կայացած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին Հայաստանի պատվիրակության առաջարկությամբ կառույցն իր դիրքորոշումն արտահայտեց Սիրիայի հյուսիսում եւ մասնավորապես հայաբնակ Քեսաբում իրավիճակի սրման կապակցությամբ։ Ընդունված հայտարարությամբ խորհուրդն իր խորին մտահոգությունն է արտահայտում եւ կոչ անում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարաններին ու միջազգային հանրությանը վճռական քայլեր ձեռնարկել զինված հակամարտության գոտում բնակվող ազգային եւ կրոնական փոքրամասնությունների կյանքի եւ ունեցվածքի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Զարմանալիորեն այս նիստին մենք ականատես դարձանք ընդհանուր մոտեցման։ Բոլոր պետությունների պատվիրակությունների ղեկավարները միաձայն ընդունեցին այդ դատապարտող հայտարարությունը։ Հայկական պատվիրակության անդամները ճեպազրույց են ունեցել լրագրողների հետ։ Հնչեցրած հարցերի թվում էր անշուշտ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ընթացքը։ Հայաստանը շատ ակտիվորեն է առաջ ընթանում Մաքսային միության անդամակցության նախապատրաստման հարցերում եւ դա վերաբերում է ինչպես կառավարության, կառավարական կառույցների, նախարարությունների գերատեսչությունների աշխատանքներին, այնպես էլ արդեն պարլամենտը մտնում է այդ գործընթացների մեջ, որովհետեւ արդեն ուրվագծվել են այն քայլերը, որ պիտի կատարվեն խորհրդարանի կողմից։ Հայկական պատվիրակության մի շարք առաջարկներ ընդգրկվել են նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի նախագահության ընթացքում ուրվագծած առաջնահերթությունների ցանկում։ Պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի ձախողվի կամ խոչընդոտվի ցանկացած փորձ կոնֆլիկտները ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքով լուծելու ՀԱՊԿ տարածում։ Այսինքն բոլոր ցանկացած նման փորձերը դիտարկել որպես ուղղակի սպառնալիք կոլեկտիվ անվտանգությանը։ Ապրիլի 17-ին Հայաստանը ստանձնեց նախագահությունը ԱՊՀ միջխորհրդարանական երիտասարդական վեհաժողովում։ Անկասկած կարևորում եմ աշխատանքը այսպիսի ձևաչափերով, բայց իմ խորին համոզմամբ դրանց արդյունավետությունը կարելի է գնահատել միայն այն դեպքում, երբ այդ աշխատանքը արդյունքում հասարակության կողմից ընկալվի, այնպես ինչպես մենք ենք պատկերացնում, որտեղ հասարակության սպասելիքները տվյալ ձևաչափերից շատ հաճախ չեն համապատասխանում այն նպատակներին, որոնք դրվում են այսպիսի կառույցների առջև։ Հայկական պատվիրակությունը նաև ՀԱՊԿ խորհրդի հաջորդ նիստը Հայաստանում անցկացնելու հրավեր է փոխանցել։ Որոշումը պետք է կայացվի կառույցի բոլոր անդամների հետ համաձայնեցումից հետո։ Գոհար Մարտիրոսյան, Առաջին ալիք, Սանկտ Պետերբուրգ։ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Սիրիայում վերջին շրջանում արձանագրված բռնությունների վերաբերյալ, ըստ Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքեջի, Սիրիա իրավիճակը որոշ խոցելի համայնքներում կոչվող բանաձևում անդրադարձ կան նաև հայկական Քեսապ քաղաքի վրա իրականացված հարձակմանն ու բնակիչների հարկադիր տեղահանությանը։ Եվրախորհրդարանը դատապարտում է Քեսաբի վրա հարձակումը, խրախուսում է տեղական ջանքերը, որոնք միտված են դադարեցնելու միջկրոնական բռնություններն ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ինչպես նաև քրդական բնակավայրերում։ Կոչի անում սիրիական ներկայիս ու ապագա իշխանություններին հուսալի եւ արդյունավետ պաշտպանություն ապահովել խոցելի համայնքների համար, ապահովել նրանց անվտանգ վերադարձը սեփական տներ, միաժամանակ երաշխավորել, որ հարձակումներ իրականացնողները կպատժվեն օրենքով նախատեսված կարգով, ասված է բանաձևի տեքստում։ Ոչ միայն հայոց, այլև ընդհանրապես ցեղասպանությունների դատապարտման հարցում հայ երիտասարդությունը պետք է առավել ակտիվ գործունեություն ծավալի։ Այս կարծիքին է Ռուսաստանի հայերի եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայում։ Մասնավորապես հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ երիտասարդների ասոցիացիան սկսում է իր քարոզարշավը ամբողջ աշխարհում։ Նախատեսվում է հայոց ցեղասպանության իրազեկման միջոցառումներ իրականացնել այն երկրներում, որտեղ հայ համայնքը փոքրաթիվ է։ Պատմության ինստիտուտի տնօրենն ուրախալի է համարում փաստը, որ այսօրվա երիտասարդությունը պահանջատեր է։ Խնդիրը ոչ թե թուրքական մերժողականության դեմ պայքարն է, որը որ թակարդ է թուրքերի կողմից, այլ պետք է մշտապես պայքարել պահանջատեր լինելով հանուն մեր հայրենիքի վերադարձման։ 1915-23-ին մենք ոչ միայն ֆիզիկապես բնաջնջվել ենք, այլև
հայրենազրկվել եւ այդ հայրենազրկման նպատակն է եղել թուրքերի գլխավոր խնդիրը մեզ մեջտեղից հանելու իրենց պանթուրանական գաղափարները կյանքի կոչելու համար։ Մենք շեշտադրումը դնում ենք, որ ցեղասպանությունը դա զուտ հայկական խնդիր չէ, այլ համամարտկային ողբերգություն է, մեր առանցքում գործողության ընկած է լինելու ներգրավելու ոչ միայն Սփյուռքի հայությանը, այլ նաեւ տեղի բնակչությանը։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների վատթարացման արդյունքում անխուսափելիորեն կաճի Թուրքիայի նշանակությունը Միացյալ Նահանգների հաշվարկներում, կարծում է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ Նրա խոսքով սա ոչ միայն հարաբերությունների սրացում է, այլև նոր աշխարհակարգի ձևավորման փուլ, իսկ դա բերելու է Թուրքիայի հակառուսական քաղաքականության ուժեղացմանը եւ Արևմուտքի տեսանկյունից այդ երկրի դիրքի ամրապնդմանը տարածաշրջանում։ Սաֆրաստյանի խոսքով Թուրքիան քարտ բլանշ է ստացել Միացյալ Նահանգներից եւ իր գործողությունների համար եւ այս իրավիճակը հնարավորություն է տալիս Թուրքիային ավելի ակտիվ պայքարել հայ ցեղասպանության ճանաչման ու դատապարտման դեմ։ Իսկ այդ հարցն էլ հերթական անգամ մտնում է մեծ քաղաքականության օրակարգ շահարկման նպատակով։ Թուրքագետի խոսքով ամերիկյան սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունված բանաձևն իհարկե դրական երևույթ է, բայց այստեղ ակնհայտ են աշխարհաքաղաքական խաղի տարրերը։ Բանաձևն օգտագործվում է ամերիկյան քաղաքական շրջանակների կողմից Թուրքիայի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար, կարծում է Ռուբեն Սաֆրաստյանը։ Բանաձևը ընդունվում է հանձնաժողովի կողմից, մի քանի օր հետո գալիս է ստորին պալատի ներկայացուցիչների պալատի խոսնակը եւ Թուրքիային ասում է, որ երբեք այս բանաձև կամ նման բանաձև ամերիկյան կոնգրեսը չի ընդունի։ Այսինքն այդ մի քանի օրվա մեջ, որ ընդունվել է հանձնաժողովի կողմից եւ եկել է խոսնակը, այդ մի քանի օրվա մեջ ակնհայտ է, որ տեղի ունեցել շատ այսպես ինտենսիվ բանակցություններ, ինտենսիվ առևտուր Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի միջեւ։ Ես սրա հետ այս առևտրի շրջանակներում կդիտարկեի նաև քեսաբի դեպքերը։ Ընթերցողների դատին են ներկայացվել հայոց ցեղասպանությունը միջազգային իրավական փաստաթղթերում միգրացիան եւ հայկական նոր Սփյուռքը արդի լեզվաքաղաքականության խնդիրները ժողովածուները, դրանք հրատարակվել են Սփյուռքի նախարարության պատվերով։ Շնորհանդեսի ժամանակ հեղինակները ներկայացրել են իրենց գրքերը, խոսել են մեր, ինչպես նաև միջազգային իրականության մեջ դրանց դերի ու անհրաժեշտության մասին։ Ժողովածուների վերաբերյալ կարծիքներ են հայտնել նաև համապատասխան ոլորտների մասնագետներ։ Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Երևան ջուր ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոստիսլավ Չապմանի հանդիպմանը, ընդգծելով Մայրաքաղաքում ջրամատակարարման որակի ապահովման կարևորությունը, Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողականորեն շարունակել այդ ուղղությամբ իրականացվող բարելավման աշխատանքները։ Անդրադառնալով հատկապես բազմաբնակարան շենքերի բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին, Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, ուսումնասիրել առաջարկվող բոլոր խնդիրները ու քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Երևան ջուր ընկերության տնօրենների խորհրդի նախագահն ընդգծել է, որ Երևան ջուր ընկերությունը եւս պատրաստակամ է հետագա համագործակցության եւ համատեղ ծրագրերի իրականացման հարցում, նաեւ տեղեկացրել, որ Երևան ջուրը պարտավորված է կյանքի կոչել Երևանի ջրամատակարարման բարելավման ուղղված բոլոր այն ծրագրային դրույթները, որոնք ամրագրված են Երևանի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրում։ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հրավերով Հայաստանում գտնվող Twitter-ի փոխնախագահ Ռաֆի Գրիգորյանն այսօր Թումո կենտրոնում դասախոսություն է կարդացել ծրագրային մշակման կառավարման թեմայով, այն ինչ կարևոր է խորագրով։ Դասախոսության ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է Twitter-ում իր աշխատանքային փորձառությունը։ Իսկ մինչ այդ նա պատասխանել է լրագրողների հարցերին, որոնց հիմնականում հետաքրքրել է, թե ինչն է պատճառը, որ Twitter-ը Հայաստանում չունի այն տարածումը, ինչն աշխարհի շատ այլ երկրներում։ Ուղիղ պատասխան հարցին, թե ինչու Twitter-ը տարածված չէ Հայաստանում, իրականում չկա Twitter-ի էությունն այն է, որ այն հիմնականում կապված է տարբեր իրադարձությունների հետ, մշակութային, հեռուստատեսային եւ այլն։ Հայկական հասարակությունում դեռևս չի եղել այնպիսի իրադարձություն, որն ուժգին խթան կդառնար Twitter-ի օգտագործման համար։ Քրիստոնեական աշխարհը պատրաստվում է Սուրբ Հարության կամ Զատկի տոնին, այսօր մեծ պահքի ավագ ուրբաթն է Հիսուսի չարչարանքների, խաչելության մահվան ու թաղման հիշատակության օրը։ Այսօր բոլոր եկեղեցիներում կատարվել է խաչելության կարգի հիշատակ Հիսուսի խաչելության։ Վաղը ավագ շաբաթ է։ Կավարտվի մեծ պահքը, մարդկանց կտրվի ավետիսը Քրիստոսի հարության մասին։ Մարդիկ եկեղեցիներից կվերադառնան տուն նշելու զատիկը իրենց հետ տանելով Քրիստոսի հոգին խորհրդանշող ճրագը։ Կիրակի Սուրբ Հարության զատկական պատարակ կմատուցվի բոլոր եկեղեցիներում։
Նկարչուհի ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին նշում է, որ մեր ժողովրդական մշակույթը շատ հարուստ է։ Նա ասում է, թե ժողովրդական տոները միաձուլվել են քրիստոնեական տոների հետ, զատկական ավանդույթների յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը։ Ինչ վերաբերում է տոնական սեղանին, ապա այն պետք է լինի հարուստ ձկնեղենից պատրաստված ուտեստներով, տապակած բույսերով, քաշովիներով։ Զատկական սեղանից անպակաս են նաև գինին ու կարմիր ներկած ձուն, որը Քրիստոսի թափված արյունն է խորհրդանշում։ Զատիկի ժամանակ սեղաններին դրվում են ուտեստներ, հնուց այդպես տեսական ուտեստներ, նախ զոհաբերություն է կատարվում, գարան այդպես մատաղ, ձկիտ ուտեստներ են պատրաստում են նորից նշեմ վայրի ուտելի բույսերից, այդ թվում մանդակ, շուշան, շրեշ, սիբեղ, ծնեբեկ, սինդրիկ, դրանցով բազմաթիվ տարբերակներով, բազմաթիվ համադրությամբ եւ ապուրներ, եւ քաշովիներ եւ հիմնական ուտեստներ։ Այսօր զատիկը քրիստոնեական մեծագույն տոներից մեկն է, որը իր մեջ ամբողջացնում է Քրիստոսի մարդեղությունը, աշխարհ գալը եւ փրկagorցությունը, որովհետեւ Քրիստոսով մարդիկ փրկվեցին։ Քրիստոսի թափած արյամբ մարդը փրկվեց։ Կենաց ծառը, որը բացառիկ է մեր հայ ժողովրդի մեջ, որտեղ մեր աղջիկներն են միայն ձվի վրա գեղեցիկ գործը։ Երևի մյուս մշակույթի մեջ այդքան չկա, ինչքան հայերի մեջ, ուրբաթ օրը հենց հատկապես այսօր, որ կոչվել է ժողովրդի մեջ աչքը հանելու հուդայի աչքը հանելու օր։ Սա այս թողարկման վերջին լուրներ, ինչպես կզարգանան իրադարձությունները, կիմանաք առաջին լրատվականի եթերում։